դուք հենց նոր անվստահություն հայտնեցիք ներկա իշխանություններին, կասեք պատճառը։ Ես ներողություն նոր չեմ անվստահություն հայտնում, ես ընդհանրապես անվստահություն հայտնել եմ իր գոյությանը այս պատուհասին, իր ծնված օրից մինչև հիմա եւ պատահական չգիտեմ ինչ որ սկզբնաղբյուրից առաջացած մի անձնավորություն փորձում է հայոց հազարամյա պատմությունը վերախմբագրել իր եւ իր կողակից չգիտեմ անօրինական ընկերուհու հետ փորձում է հայ ժողովրդին ինչ որ բան սովորեցնել։ Ակնհայտ երևում է, որ ինքը թուրքական գործակալ է, որի մասին բազմաթիվ անգամներ ասել եմ ես ինքս իմ հրապարակային ելույթների ժամանակ, հատուկ ներդրված հայոց քաղաքականության մեջ եւ ցավոք սրտի այդ քաղաքական դաշտում եղել են ժամանակին մարդիկ, որոնք աճեցրել են սրան, այս վիրուսին։ Եվ հիմա մենք ստիպված ենք ազգովի ոտքի կանգնել, մաքրել մեր տունը, մաքրել այս պատահականություններից, որպեսզի մենք կարողանանք առաջ շարժվել եւ կարողանանք մեր երկիրը ոտքի հանել։ Ես համոզված եմ, վստահ եմ, առավել քան երբևէ, որ այս շարժումը, սրբազան պայքարը հասնելու է հաջողության, որովհետև այդ պայքարը գլխավորում է, առաջնորդում է Աստծո կողմից ընտրյալ մեր սրբազան Բագրատը, որը իր ողջ էությամբ ազգային է, իր ողջ էությամբ մաքուր է, բարոյական է, ամեն ձևով ինքը պատրաստ է իր ազգի համար զոհաբերելու իր անձը, եւ մենք բոլորս տեսել ենք դա։ Եվ իր շուրջը հավաքված մարդիկ, ովքեր որ կան, ես համոզված եմ, որ դա հայ ազգի գենետիկ կոդն է, որը ժամանակին իր խոսքը կասի, շատ մոտ ժամանակներում մենք կունենանք դրա դրական արդյունքները։ Ձեզնից է շնորհակալություն, որ այսպիսի ազգանվեր գործ եք անում։ Մենք ենք շնորհակալ, միասին Աստծո։